Շատ էի սիրում ֆուտբոլը ու մանկության տարիներին շատ եմ խաղացել, հատկապես բակում տղաների հետ։ Իհարկե շատ մեծ էր կողմնակի խոսակցությունները, որ աղջիկը ուր ֆուտբոլ ուր, բայց ես ինձ ոգեշնչում էի, որովհետև շատ եմ սիրել։ Մենք մի հարևան ունենք, միշտ ինձ բալկոնից նայում էր ու ասում էր Մարադոնա գոլ արա տղաների մեջ։ Հիմնականում կարծրատիպերն են եղել ու խոսակցությունները, որովհետև մարդկանց մոտ այդ բնտածելակերպը փակ էր, որ կինը չի կարող սպորտով զբաղվի, բայց դժվարությունները սկսեցին, երբ որ սկսեցի պրոֆեսիոնալ մարզվել։ Ամենատպավորիչը եղել է Մալտայի կանանց նախընտրական Եվրոպայի փուլը, երբ որ անցել ենք, հենց առաջին խաղը մենք խաղում ենք Ֆարերյան կղզիների դեմ, ասեմ, որ ոչ մեկ չէր հավատում, որ մենք կարող ենք ինչ-որ թեկուզ ոչ ոքի խաղանք, անգամ ես հիշում եմ, որ մեզ ասում էին թեկուզ մի խաղել տենց ոչ ոքի խաղակ, մենք ուրախ կլինենք, բայց Ֆարերյան կղզիներին, երբ որ 7-րդ թե 10-րդ րոպեին գոլ ենք անում, ու մենք այդ ամբողջ թիմով միահամուռ ուժերով փորձում ենք այդ մեկ գոլը պահել 90+ ավել ժամանակահատվածում, դա մի հատ ուրիշ ապրումներ է։ Անորոշ ու սպասողականը վերջի խաղն էր, երբ որ խաղում էինք Վրաստանի դեմ ու խաղը 0-0 էր, մյուս երկու թիմերը Մալտան ու Ֆարերյան կղզիները իրար դեմ էին խաղում, մենք հիմա սպասում ենք, եթե ֆարերները հաղթեին, իրանք էին դուրս գալի, ու երբ որ իմացանք ընդեղ էլ անիջա վերջացել ու մենք ենք դուրս եկել, ես չեմ կարող պատկերացնել, մենք ինչ ուրախություն էինք զգում, չէինք նայում ով կար, հոռնում էինք սենց Հայաստան։ Ինչ խորհուրդ կտայի այն աղջիկներին, ովքեր երազում են դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Քո պարապմունքներով սահմանափակվեցի, դա ոչ մի բան չի տալու քեզ։ Դու պետք է անձնական քո աճը ունենաս։ Եթե օրինակ գիտես քո մոտ փոխանցումը վատ է ստացվում, աշխատես անհատական քո փոխանցումների վրա։ Եթե օրինակ գիտես ֆիզիկապես զիջում ես ընկերներիդ, աշխատես քո ֆիզիկականը բարելավելու վրա։ Ու երբեք չհանձնվել ինչ որ մի կետում, եթե դժվարություն ու խոչընդոտ կգա, որովհետև երբ որ անցնում ես դժվարությունների մեջով, դու սկսում ես գնահատել այն, ինչ որ ձեռք ես բերել, ու փորձում ես այդ ամեն ինչը պահել։ Անգլիայից մի հրահանգիչ էր եկել, ով դասընթացներ էր անցկացնում կույր ֆուտբոլի վերաբերյալ, լիցենզիան ստացա, որ դասընթացներին մասնակցել եմ, քանի որ հաջորդ տարի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց, որ պետքա Հայաստանում գործի կույր ֆուտբոլ, բայց ասեմ այդ թիմը, որ ես մարզել եմ, իրանցից լիքը բան եմ սովորել ու իրանք այն մարդիկ են, որոնք ինձ լիքը ոգևորել են։ Ես խորհուրդ կտամ, որ այդ մարդկանց նման բոլորս նպատակասլաց լինենք։ Շատ ուրիշ աշխարհ է տեղ, որովհետև դժվարությունները շատ է, մարդիկ ունեն տեսողական խնդիրներ, որ դու պետքա շատ մանրամասը իրանց բռնելով ցույց տաս լիքը բան, բացատրես ու մի հատ էլ բերես այն պատկերացման, որ մարդիկ հասկանան ընդհանրապես ֆուտբոլը ինչ է, մի հատ էլ իրանք խաղան։ Իրանց հետ ապրումները ուրիշ է եղել։ Պորությունը խրախուսելի է։